Impeachment-ի մասին, իմ պատասխանը։ Նամակ եմ ստացել, սկզբում ասում էին ուլտիմատում նամակ, պատասխանում եմ հրապարակավ։ Պարլամենտական երկրներում, որտեղ ուժերի հարաբերակցությունը բարբերաբար կարող է փոխվել, impeachment-ը նույնիսկ փոքր սխալի դեպքում վարչապետին անվստահություն հայտնելու իրավական գործիք է։ Այդպիսին է Հայաստանի պարլամենտը, ոչ։ Հայաստանում մեկ մարդու և մեկ խմբակցության բացարձակ իշխանություն է, մեկ մարդու դիկտատուրա քաղաքական մեծամասնություն ՔՊ-ի վրա։ Այսօրվա Հայաստանում impeachment-ի գործընթացը հնարավոր է և պետք է սկսել միայն այն ժամանակ, երբ երկրում կա իրական երկիշխանություն։ Երբ այս իշխանությունը չի տիրապետում իրավիճակին, թելադրողը փողոցն ու ընդդիմությունն են, երբ ուժային կառույցները չեն համարձակվի արյունայողության հրաման կատարել։ Այսօր նման իրավիճակ է։ Ոչ։ Վերջերս ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանն էլ էր ասում. Հայաստանում impeachment-ը հնարավոր է միայն այն դեպքում, երբ առկա է հզոր հանրային ճնշում։ Պետք է փորձել նման իրավիճակ ստեղծել։ Այո։ Կամ մեկ այլ մեկնաբանություն։ Փորձառու Դավիթ Հարությունյանը ասում է. նախաձեռնողները պրիմիտիվ չեն, ճկուն են և իր կարծիքով իրական նպատակը վարչապետի միասնական թեկնածու որոշելն է, առանց որի հնարավոր չէ impeachment սկսել։ Եթե իրոք այդպես է, այդ նպատակով էր պետք նախաձեռնություն քննարկումներ սկսել։ Միասնական թեկնածուն որոշվելու է կամ փողոցում, հզոր ճնշման արդյունքում, կամ ընտրություններով։ Քայլերի հերթականությունը խառնելը ավանտյուրա է կամ սադրանք, կամ այլ նպատակ է հետապնդում։ Ինչը կարող է լինել նպատակը։ Փորձել շանտաժի ենթարկել Հայաստան խմբակցությանը, կամ ասեք impeachment-ի են գնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությամբ, կամ ընդունեք Ռոբերտ Քոչարյանը ձեր թեկնածուն չէ։ Էդգար Ղազարյանը, Նարեկ Մալյանը պարբերաբար երգում են։ Ռոբերտ Քոչարյանը ռեսուրս չունի, ինձ հետաքրքիր է ումից եմ փոխարել այդ միտքը, Ռոբերտ Քոչարյանը Հայաստան դաշինքի ղեկավարը չէ։ Ես հստակ հնչեցնում եմ Ռոբերտ Քոչարյանի անունը որպես վարչապետի թեկնածու Հայաստան խմբակցության կողմից, ասում է Էդգար Ղազարյանը։ Էդգար Ղազարյանը հանդիպել է երկրորդ, երրորդ նախագահներին Բագրատ Սրբազանին։ Մամուլում Էդգարին հղումով հրապարակում եղավ, որ միայն երկրորդ նախագահը չի ողջունել հենց այսօր impeachment սկսելու գաղափարը։ Հարգելի լրագրողներ, հաշվեք, ես գիտեմ, չգիտեմ նախագահների հետ զրույցների բովանդակությունը։ Երրորդ նախագահը ողջունել է հենց այսօր impeachment սկսելու ծրագիրը։ Թող Էդգարը ասի։ Եթե ասած ողջունել է, ես առաջարկում եմ պատիվ ունեմ խմբակցությանը սկսել թեկնածուի անուն տալ։ Ասում են թող Հայաստան դաշինքը առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, պատիվ ունեմ Արթուր Վանեցյանի։ Արթուր Վանեցյանը ինչ կապ ունի պատիվ ունեմ խմբակցության հետ։ Իմ համոզմամբ ստորակետ։ Հայաստան խմբակցության առաջնորդը երկրորդ նախագահն է, պատիվ ունեմինը երրորդ նախագահ։ Ինչու եմ խնդիրն այսպես ձևակերպում։ Հանրապետական մեր գործընկերներից այսօր impeachment սկսելու բազմաձայն հավանություն տվողներ կան։ ՀՀԿ-ում դերակատարում ունեցող հարգելի Արտակ Զաքարյանը ասում է. impeachment-ը հնարավորություն կտա ապագա կառավարությանը չեղարկել այսօրվա իշխանության որոշումները, բացի դրանից ընդդիմադիր թևերին միավորման կտան։ Հայկ Մամիջանյանը ասում է impeachment-ը հնարավոր է, բայց այս պահին մենք թեկնածու չունենք։ Էդգար Ղազարյանին գնահատում եմ, աշխատասեր է, հումորով, համառ է, հիանալի նմանակումներ է անում։ Բայց չափազանց շատ է խոսում, ինչը լավ հատկություն չէ, համառ սևեռումներ ունի, ինչը ևս լավ տեղ չի տանել։ Բայց երբեմն լկտիանում է ու փորձում շանտաժի ենթարկել։ Տեսեք ինչ է ասում Էդգարը։ 2021-ի օգոստոսի 2-ից բոլոր պատգամավորները անվերապահորեն վստահություն և աջակցություն են հայտնել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։ Նիկոլ Փաշինյանի օրակարգն սպասարկում։ Ինձ համար ինչ տարբերություն, Արամ Սարգսյան թե նրանցից մեկը։ Եթե չստորագրեն, թող փորձեն հաջորդ ընտրություններում առաջադրվել։
Միայն իրենց բարեկեցության մասին մտածեն, աշխատավարձ ստանան, օգնական ունենան։ Անկեղծ ես չգիտեմ, Էդգարը այսօր կուսակցության անդամ է թե ոչ։ Հիշեցնեմ Էդգարին։ Ես միշտ օգնականներ եմ ունեցել։ Հաստատում եմ, ինքն էլ լավ օգնական էր։ Նարեկ Մալյանին միայն հիշեցնեմ, որ իրեն այդքան ոգևորած 2018-ի ելույթում ես նաև ասել եմ, կուրքեր չեմ ընդունում։ Եվ հետո Էդգարն ու Նարեկն են ինձ պարտադրելու այսօր անել մի բան, ինչին ես չեմ հավատում։ Ում են պարտադրելու։ Ես կճնշեմ այդ պատգամավորին, ասում են Նարեկը։ Դեռ ինչ ճնշի։ Նարեկը հաճախ լկտի անում է, ասում է, 2021-ին խաբել են ավանցյուրիստի նման, քվե էին կլյանչի տանում, անդիմադիր աֆերիստներ, անբարոյական կեցվածք ունեն։ Սիրով ասեմ, լկտիությամբ Նարեկի հետ կարող են մրցել միայն մի քանի ԿՊԱ-ական պատգամավորներ։ Հարգելի լրագրողներ, թող ձյուն չգա Նարեկ Մալյանի հետ Գարղալդերյանի գլխին, թող կանաչ արև ունենան, բայց թող չափերը ճանաչեն։ Կեղծ օրակարգով հասարակությանը մոլորեցնող ԿՊ-ն հերիք է։ Վերջերս Հանրապետության 3-րդ նախագահը ասաց, որ իշխանափոխության ծրագիր ունեն մինչև 26 թվականը։ ՀԿ-ն նաև միշտ հայտարարել է, որ ոչ մի ընդդիմադիր ուժ միայնակ իշխանափոխություն չի կարող անել։ Ուրեմն այդ ծրագիրը կներկայացվի, կտեսնենք։ Վստահ եմ, այդ ծրագիրը հենց այսօր իմպիչմենտ սկսելը չէ։ Ինձ համար այս թեման այլևս փակ է, որովհետև Հայաստան դաշինքի եւ երկրորդ նախագահի դեմ կազմակերպած այս արշավը բարոյական չէ։ Իսկ ինչը բարոյական չէ, արդյունավետ չի լինելու։ Շնորհակալ եմ, հարցեր չկան։